Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Շտապիր, Ռինգու, շտապիր, դու կարող ես դա անել։ Ռինգուի ոտքը շատ էր ցավում, բայց նա համառորեն ուզում էր ցլավազքում հաղթել։ Նա ամուր բռնել էր ցլերի կոտոշներից, արագ վարում էր և մի քանի սայլից առաջ անցավ։ Վերջնագծից մի փոքր առաջ նա բոլորից առաջ անցավ։ Նա հաղթեց, Ռինգուն հաղթեց մրցավազքը։ Բաթուն ուրախությունից ցատկոտում էր, նրա հայրը հպարտանում էր իր որդիով։ Ռինգուն ժպտում էր, երբ ծաղկեպսակները հագցնում էին ցլերի վզին։ Նա քաջությամբ դիմացավ ցավին, բայց երբ տուն հասան, ոտքն ավելի վատ վիճակում էր, գլխացավ և ջերմություն էլ ուներ։ Պառկիր պատշգամբում, Ռինգու։ Տես, սպիտակամորթ օտարերկրացին և փանդուն դեպի մեր գյուղն են գալիս։ Ես ճանաչում եմ նրան, նա միշտ բարի Աստծու մասին է խոսում, ով իր որդուն աշխարհ է ուղարկել։ Ողջույն, մենք ջրհորի մոտ մի քանի նկարներ ենք ցուցադրելու, դուք հրավիրված եք, կմիանա՞ք մեզ։ Ցավում եմ, բայց չենք կարող, մեր որդին վատառողջ է։ Կախարդ բժիշկը չկարողացավ օգնել նրան, իսկ դուք կարող եք օգնել։ Բոլորը նայում էին, թե ինչպես էր օտարերկրացին ուսումնասիրում Ռինգուի ոտքը։ Այո, ես կարող եմ օգնել, ինձ միայն տաք ջրով լի տաշտ բերեք։ Երբ այս փոշին լցնեմ մեջը, այն ջրում կլուծվի։ Ջերմաստիճանը ճիշտ է։ Ռինգու, ոտքդ դիր ջրի մեջ, դեղը կբուժի ոտքդ։ Ամբողջությամբ դնեմ։ Իհարկե, մի վախեցիր, ես կաղոթեմ քեզ համար։ Տեր Հիսուս, դու ամեն բան կարող ես անել։ Խնդրում եմ բուժիր Ռինգուի ոտքը և պաշտպանիր այս տունը։ Ամեն։ Բուժումն ու աղոթքը օգնեցին։ Շուտով Ռինգուն վերադարձավ դպրոց։ Նա իր հետ վերցրեց այն թուղթը, որը միսիոները Սահիբ գրաբն էր տվել։ Ուսուցչին դա ընդհանրապես դուր չեկավ։ Ինչպիսի դատարկաբանություն։ Այս թղթի վրա գրված է քրիստոնյաների Աստծո մասին։ Մենք հնդիկներս չենք հավատում սրան։ Այսպիսի թուղթ այլևս ոչ մեկից չվերցնեք, հասկացաք։ Նա ճմրթեց թուղթը և նետեց անկյունում, բայց Ռինգուն խելացի էր։ Այդ օրը նա վերջինն էր, ով դուրս եկավ դպրոցից։ Եվ դուք անշուշտ կարող եք կռահել, թե ինչ կար նրա գլխակապի մեջ։ Բաթու, երանի կարողանայի քրիստոնյաների Աստծու մասին ավելին իմանալ։ Մոռացել ես, թե ուսուցիչն ինչ ասաց քեզ։ Եթե նրան չհնազանդվես, չար ոգիները կուտեն քեզ։ Նրանք չեն կերել Սահիբին, ես պահելու եմ այս թերթիկը։ Ես վախենում եմ։ Այս ամենից հետո հնդկական փոքրիկ գյուղ հյուրեր եկան։ Այդ մասին կպատմեմ հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hayphokrik@gmail.com հասցեով։ Կրկնում եմ hayphokrik@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։